Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրն է այսօր։ Հունվարի 27-ին այցելել ենք Եռաբլուր Պանթեոն, որպեսզի հայ ազգի հերոսների, ծնողների, հարազատների հետ միասին կիսենք այն խորը ցավը, որը ժամանակը երբեք էլ չի բուժի։ Վահագն Ավանեսյանը ձեր թոռն է։ Միրուճար թոռնիկս երկու ամսվա ծառայող այլ է գնաց ջաբրայել ունեցե չեկա հույսևն է որ կգա չեկա եղես ինչ անեմ Ձեր տղայի որդին է։ Հա տղուս որդին է Աննու Արամա տղուս Աննու Արամա Հա իրա տղեն է Միրուճարն այլ մի աղջիկ ունի մի տղա այդ տղան զոհվեց աղջկա հույսին մնացել Էլի ինչ անեմ ցավը տանեմ մեր կյանքն էլ էս է իմ տունն էլ այստեղ իմ ամեն ինչս այստեղ է Դուք մնացականի հայրն եք։ Այո։ Պարոն Գագիկ, կխնդրեմ մի փոքր պատմեք ձեր որդու մասին, որպեսզի նրան մենք եւս ճանաչենք։ Ինչպես բոլոր հայորդիները, իրական հայորդիները, նույնն էլ իմ տղաներ։ Կամ որ մեկն էլ է կրվել է Կուբատլույում, հետո անցել է Շուշի, քարին տակ հոկտեմբերի 30-ին քարին տակում զոհվել է։ Հանուն հայրենիքի գնաց, բայց այսօր մեր հայրենիքը վաճառում են մեր թշնամուն, այդ ցավը հետ է։ Ազգը խոնարհվում է այս տղեկի առաջ, իսկ իշխանավորները ծախում են։ Հունվարի 27-ը ազգային ժողովը որոշեց սահմանել հերոսներին հիշելու օր։ Ինչպես եք գնահատում այդ քայլը։ Օրվա համար ես տարակուսանք ունեմ, հոլոկոստի օրը թող չբերեին այստեղ, հա։ Ինչա, մտածված արին։ Մենք ինչ կապ ունենք եվրեի հետ։ Ոչ մի կապ չունենք։ Կարային մեկ այլ օր ընտրեին։ Այսօր խոնարհանող վաղը բանագորնա ուրախանանք։ Ձեզ համբերություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Դժվար է ծնողի համար։ Ոչ մի խոսք չի սփոփի ծնողի հոգուցավը։ Բայց պետք է ապրեք հանուն ձեր որդու։ Դե ապրում ենք հանուն Եռաբլուրի հիմա։ Տիկին Համեստ, Հենրիկի մասին առիթ ունեցել ենք լսելու։ Մեզ նրա մասին պատմել եք։ Չարաբաստիկ պատերազմից անցել է 5 տարի 4 ամիս։ Ինչպես եք ապրում, ինչպես եք համակերպվում։ Մեռնելով ապրում ենք, չենք համակերպվում, քայլը կրծելով, ստեղ ապրում ենք։ Մեծ մասը ստեղ, լինի անձրև, լինի ցուրտ, լինի ձուն, մեծ մասը ստեղ, քիչ մասը տունը։ Ձմեռը չէ, բայց գարունն աշուն համար գիշերն էլ ենք Ռիմայի հետ ստեղ անցկացնում։ Ես տեղյակ եմ, որ տեսախցիկներ եք տեղադրել Իհարկե։ Հա, տեսախցիկ եմ տեղադրել, որ վարքյանին, որ ես ստեղ չլինեմ, որ տնամ ծաղիկ շուրջ չի եկե, քամին բան չգցե տապանին, որ ամեն վարքյան աչքիս առաջ լինի։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին չէ Նոր տարուն նվեր եմ։ Մասունքները բերել են նոյեմբերի 22-ին Երևան են բերել, դեկտեմբերի 31-ին 11-անց երևի 20-ի կողմերը դենեթեն նվեր ա տվել նոր տարվա վառված մարմինը։ Նկատում ենք, որ Հենրիկի համար բերել է գազավորված ըմպելիք, սառը սուրճ, գարեջուր։ Ինչը ինքը որ սիրում էր։ Դե ես չեմ սիրում տղաներին ծաղիկ տալ, որովհետև տղամարդուն ըստ իս ծաղիկ չեն տալիս։ Իսկ ես բերում եմ խմիչք, կոֆե, ինչ ինքը սիրում է։ Ասում են, որ ժամանակը բուժում է դերքերը։ Ավելի է խորացնում։
ավելի է խորացնում, չի բուժում երբեք, չի բուժում, ավելի շատ խորացնում է, ավելի շատ քանդում է, ամեն ոչ թե ժամանակ, ամեն վայրկյանն է քանդում ներսդ, մազերը ձիգ կապում ես, շպտում ես, որ ոչ մեկ չմեղկա, բայց դե ոչ մի ժամանակ էլ չի բուժում վերքդ, բացարձակ։ Տիկին Ռիմադուկ Ռոբերտ Հասրաթյանի մայրն եք։ Այո, շատ դժվար է խոսալ, շատ, կարամ ինքս ինձ ժամերով խոսամ իր մասին, բայց սենց չգիտեմ, ինքան շատ բան կա իր մասին պատմելու, իր կարճ կյանքում, 28 տարվա ընթացքում նենց անուն, հարգանք, պատիվ, ինքան բան կա իր այդ կապված, որ ոչ կյանքս պատմեմ չեմ կարա։ Շատ դառը մանկություն անեցեմ, բալեստ, շատ 10 տարեկան էր գնացինք Արցախ, հենց եղնիկներ։ Ես ծնունդով եղնիկներից եմ, բայց ստեղ էինք ամուսնացած։ Հետո թողեցին գնացինք, ես ընդեղ մտա եղնիկների զորամասում ծառայության։ Երեխուս մանկությունը կարելի է ասել ընդեղ անցավ, բայց շատ սիրեց Արցախը։ Չափից շատ, ավելի շատ, քան արցախցիները սիրեցին Արցախը։ Երբ որ ասեց մամ, ուզում եմ զինվորական դառնամ, դեմ էի։ Չգիտեմ, երևի մայրական ինչ-որ ներքին զգացողություն էր, վախ կար մեջս։ Ես ինքս զինվորական լինելով դժվարությունները գիտեի ինչ էր, ասում էի, բալես, պետք չի։ Ես ինքս մեջ ունեմ, չեմ ուզի, դու կարաս բժիշկ դառնաս, չգիտեմ, ինչ-որ ուզեց, բայց որ զինվորական ասես չեմ, մեկա դու եթե չթողես էլ ես պետք է դառնամ։ Իվանյան ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյան, 9-ից 13-ն սովորել Վազգեն Սարգսյան անվան համալսարանում, ակադեմիայում։ 13 թվին, երբ որ ավարտեց, ինքը իր կամքով, իր դիմումի համաձայն եղնիկները ընտրեց, որ գնա եղնիկներ ծառայի, որտեղ նորից եմ ասում, շատ էր սիրում, չափից շատ էր եղնիկները սիրում։ 18 թվին նշանվեց երեխես, տեղ Հայաստանից էր աղջկա, 19-ի ամուսնացավ, 20 թվին ծնվեց իր որդին, ապրիլի 9-ին, որին գրպես էր սիրում, գժի պես չգիտեմ։ Անունը ինչ էր։ Գոր։ Գոր։ Աննա դրեց Գոր իր ընկերոջ Աննա դրե, այդ ընկերն էլ եղնիկներում զոհվեց 17 թվին Գոր Խուդինյանը։ Պատերազմը երբ որ սկսեց սեպտեմբերի 27-ին մենք ես ինքս զինվորական եմ, փոքր որդիս էլ էր ծառայում։ Մենք տնից տագնապով ենք դուրս եկել, երեքս էլ տարբեր ուղղություններով, Երձ, Քարվաճար, իրանք ստեղ, սկզբից Արարատ երկու տեղից, ինչ-որ մի տեղ, ինչ-որ հանգիստ էի, որ ստեղ էի, մտածում էի դեստեբան չկար, մտածում ենք երկը քառորյա պատերազմի պես կլնի, որ ոյակը վերջանա, բայց արիտես, որ սկզբից գնացել են ամսի 3-ին Արատից իրանց տեղափոխեցին բան, հաթերք, հետո գնացին եղնիկներ, իր ձորքի կես ինքը գումարտակի շտաբի պետ էր, եղնիկներում էլ էր, դեպ ասեմ, որ ինքը ամիսու կես էր ինստիտուտը, երբ որ ավարտել էր, արդեն Բաշտիրամանատարի պաշտոնակատար էր, ինչպես սկզբում ասեցի, շատ խելացի էր բանի մած, շատ շուշուտ էր էլի առաջ գնում։ Հետո 17 թվին ինքը նշանակվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, սպառազինության գծով տեղակալ։ Հետո 19 թվին բերեցին նույն իր առաջնային զորաբան գումարտակ, երկրորդ գումարտակի շտաբի պետ, հետո եկավ խաղապա գումարտակի շտաբի պետ։
Տենց իրազորքի կեսը եղնիկներ, կեսը հաթերք, հետո իրանց տարան չարապաստիկ հատուտ։ Հադրութում է զոհվել։ Դրախտիկում իր 9 ընկերների հետ։ Մարմինը շուտ եք գտել թե ուշ։ Մարմնի տեղը մենք գիտեինք որտեղ այլ, որտեղ իրանք 9 հոգի են եղել ավտոյի մեջ, մեկը ողջ էր մնացել, չգիտես ոնց, որ մինչև առ այսօր մութ է մնացել, մի ավտոյի մեջ իս կարան մութը զոհվեն, դիվերսիա հել է դեպնել է, որ զոհվել էին բացի այդ մեկից։ Մենք սենց գիտենք որտեղ է, բայց քանի որ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, չկարողացանք։ Ուղիղ մի ամիս հետո, հոկտեմբերի 21-ին զոհվել է Բալես, նոյեմբերի 21-ին մարմինը հանել ենք։ Բայց մեզ տվել են ամսի 30-ին։ Դեպ ճանաչելու ա եղել, դե ընկայով չենք հանալու։ Դեմք ճանաչել եք։ Ճանաչելով ենք, հա։ Համբերություն ձեզ։ Համբերեք։ Ապրեք հանուն Ռոբերտի։ Բարև ձեզ, ես Գևորգյան Էդուարդն եմ, Աբովյան քաղաքից, 2-րդ հիմնական դպրոցից, 8-րդ դասարանում եմ սովորում, 13 տարեկան եմ, այցելել ենք մենք մեր դպրոցով Եռաբլուր, որպեսզի վառ պահենք մեր զոհված հերոսների հիշատակը։ Ապրեք դուք։